Սիրելի Աստծո ժողովուրդ, փորձեմ ես 3 րոպեվա մեջ Սերմացանի առակի մասին մի երկու խոսք խոսանք։ Նայեք Մատթեոսի 13-րդ գլուխ 4 խոսքից ասում է, ահա սերմ ցանողը դուրս գնաց սերմը ցանելու եւ նա սերմելիս մի քանիսը ընկավ ճանապարհի մոտ։ Երկնքի թռչուններ եկան եւ կերան նրանց։ Ուրիշներն եկան քարքարոտ տեղ, որտեղ հող չկար եւ շուտով բուսնավ խորը հող չունենալու պատճառով, բայց երբ որ արեգակը ծագեց, տաքացավ եւ որտեղ արմատ չուներ, չորացավ։ Եվ ուրիշներն եկան փշերի մեջ, եւ փշերը դուրս եկան եւ խեղդեցին նրանց, եւ ուրիշներն էլ ընկան բարի երկրի վրա, եւ պտուղ էին տալիս, որը 100, որը 60 եւ որը 30, ով որ լսելու ականջ ունի, թող լսե։ Փառք քեզ Հիսուս Քրիստոս, մեր Տեր ու Փրկիչ։ Սեմ ցանողը Աստծո խոսքը սերմն է։ Աստծո խոսքը, երբ որ մենք լսում ենք, ժողովուրդ, Աստծո խոսքը սերմի պես գալիս է։ Հիսուս Քրիստոսը հողը, երկիրը համեմատում է մեր սրտի հետ։ Դա խոսում է մեր սրտի մասին։ Մեր սիրտն է այդ հողը, այդ երկիրը, սերմը գալիս է, Աստծո խոսքը գալիս է, Աստծո ծառայողի շուրթերով։ Եվ ինչպիսի սիրտ է մեր սիրտը, ինչպիսի երկիր է եւ ինչով է լցված, արդյոք պատրաստ է Աստծո խոսքը վերցնելու, թե ոչ։ Հիմա 4 տեսակի սիրտ ստեղ կա, դրա մասն է խոսում։ Այս 4 տեսակը կարա լինի մեկ սրտի մեջ, 4 ձևը մարդու մոտ։ Առաջինը ճանապարհի մոտ ընկավ։ Ինչ ճանապարհներ կա քո սրտի մեջ։ Արդյոք քո սրտում եղած ճանապարհը Քրիստոսն է։ Քո սրտում եղած ճանապարհները դեպի Տերը տանող ճանապարհ է, թե ոչ։ Եթե Քրիստոսը չի քո սրտի ճանապարհը, Տիրոջը տանող ճանապարհ չի, այլ ճանապարհներ խառը կա քո սրտի մեջը, քո սրտում երկար չի մնա Աստծո խոսքը։ Երկրորդը քարքարոտ տեղ անկնում։ Ինչ քարերով է լցված քո սիրտը։ Ատելության, վրեժխնդրության, մեղքի քարեր, բամփասանքի, չարախոսության, վրեժխնդրության քարեր, թե ինչ քարերով է լցված։ Հաջորդը ասում է փշերը, այս կյանքի օքսերը, ինչ օքսերով է քո սիրտը լցված։ Չորրորդը բարի երկիրն է, բարի երկիր, որը լսում, պահում, ընդունում է եւ պտուղ է տալիս։ Որ մեկն է քո սիրտը, որի դիրքում է քո սիրտը գտնված։ Լավ կլինի բարի երկիր, որ լսա, պահա, ընդունա եւ պտուղ բերա Աստծո արքայության համար։ Տերը օրհնած ես, այսքանով